Ենթադրյալ մանկապիղծների փոխարեն 2 օր է ձերբակալվածների պահման վայրում է Վեդեցի աղջիկների հորեղբայրը, բայց ոչ դանակահարության գործով։ Խաչատրյան ազգանունով մեկն է օրեր առաջ զանգահարել ընտանիքի հորը։ Նրա եղբայրն է պատասխանել եւ հետաքրքրվել ով է։ Մյուս կողմից պատասխան է ստացել, որ հոգեբանական ծանր վիճակում գտնվող աղջիկներին բաժին են ցանկանում տեղափոխել։ Ասում իսկ դուք փաստաբանի հետ խոսել եք, փաստաբանը տեղեկացված է այդ ամեն ինչի մասին։ Ասում դե սկսում արդեն հայոյան քաղաքը խոսել, ոստիկանության աշխատակիցը, ինչի մասին երեք նաև հարցազրույց տվեց երեխաների տատիկը։ Դրանից հետո հորեղբայրը գնում է այդ մարդուն տեսնում, այնտեղ արդեն միջադեպ է տեղի ունենում, իրանք են սադրել այդ ամենը հորեղբոր մասով։ Եվ այդ սադրված միջադեպից հետո հորեղբորը ձերբակալում են։ Աղջիկների հորեղբայրը մինչև հիմա ձերբակալվածի կարգավիճակ ունի։ Այդ ընթացքում ազատության մեջ էին ենթադրյալ հանցագործները։ Մայիսի 7-ի առավոտյան միայն դատախազությունը մեղադրանք առաջադրեց 2 անձի։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԵ-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը եւ ԴԱ-ի նկատմամբ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով 3 դրվագ։ Մեղադրյալները դեպքից 3 ամիս անց են միայն ձերբակալվել, մինչդեռ առաջին ահազանգերը ոստիկանություն դեռ փետրվարին են եղել դպրոցից։ Եթե ահազանգերին ընթացք տրվեր, կկանխվեր ոչ միայն 17-ամյա աղջկա բռնաբարությունը, այլև հորեղբոր կողմից դանակահարության դեպքը։ Եթե քննչական մարմինը իր տեղում լիներ, այս գործողությունները ժամանակին կատարած լիներ, ընտանիքի հորեղբայրը կգնար այդ քայլի։ Շատ նորմալ տղա է, աշխատող, ընտանիք ունեցող, նախկինում չդատված, ոչ մի ինչ-որ իրավական, հակաիրավական հակումներ ունեցող։ Ինչի համար պետք է այդ մարդը գնար իր աղբոր խոցելի ընտանիք ունեցող աղբոր երեխեքի պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար։ Իրավապահ մարմինների թերի աշխատանքի մասին բարձրաձայնեց նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը մտահոգիչ համարեց, որ 3 ամիս գործով վարույթ է եղել։ Վարույթը կարճված չի եղել, բայց փաստացի աշխատանք չի կատարվել, քանի որ իրավապահ մարմինները հույսը ծանր հոգեբանական վիճակում գտնվող խոցելի աղջիկների ցուցմունքների վրա են դրել։ Շատ դեպքերում այս գործերի քննության առանձնահատկությունները չեն պատկերացնում եւ պարզապես գործի քննությունը իրականացնում են նույն ձևաչափով, ինչ օրինակ այլ վարույթի քննություն կիրականացնեին։ Օրինակ, ուղղակի մարդկանց կանչել, տեսնել ինչ տեղեկատվություն են տալիս, դե հասկանալ, տվեց տեղեկատվություն, ասաց, որ դեպք է տեղի ունեցել, շարունակենք, չէ, այլ գործերի պարագայում սա միգուցե կարող է պատշաճ լինել, բայց սեռական բռնության, այն էլ անչափահաս երեխայի, այն էլ նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող, ես կոնկրետ դեպքով չասեմ, համակարգային ասեմ, եթե տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներ լինեն, իրենց հետ կապված միանշանակ է, որ առանձնահատուկ պետք է լինի ապացույցների համադրում իրականացնել։ Մեղադրյալներից առաջինը ԴԱ-ն մինչև ձերբակալությունը թույն է խմել, տեղափոխվել հիվանդանոց, բայց փախել հիվանդանոցից։ Աղջիկների ցուցմունքով բացի մեղադրյալի կարգավիճակ ունեցող 2-ից 3-րդ անձ էլ կա, որը մասնակից է եղել իրենց նկատմամբ բռնություններին։ 39-ամյա այսպես կոչված բարերարը, որին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, նախկինում դատապարտված է եղել 14 տարեկան անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Ինքը դատապարտվել է, պայմանականորեն է դատապարտվել, որտեղ 14 տարին լրացած անձի հետ է եղել այդ ամեն ինչը։ Ասել է հետո ամուսնության նպատակով ամուսնացել են երևի, թե չգիտեմ, ես իրենց կյանքի մանրամասներին ինձ առանձնապես վերաբերելի էլ չի, ունենք էլ ինչը որ ունենք համակարգում տեղադրված է։ Բարերարը տուժածների տուն ելումուտ է ունեցել, երեխաներին գրենական պիտույք նպարեղեն է բերել, ընտանիքը չի հերքում։ Այդուհանդերձ աղջիկների գործով 39-ամյա տղամարդուն մեղադրանք առաջադրելու կամ ձերբակալելու մասին դատախազությունից որևէ տեղեկություն չեն հայտնում։ Փաստաբանի պնդմամբ աղջիկները ծանր հոգեբանական վիճակում են։ Գինեկոլոգները ստուգում են իրականացրել, ստացել սարսափելի արդյունքներ, հայտնում է փաստաբանը։ Գինեկոլոգի հարցով փաստաբանական թիմն է զբաղվել։ Մինչ այդ աղջիկներին տարել են տղամարդ դատաբժշկի մոտ։ Նրանք հրաժարվել են ստուգումներ անցնել։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։